Արտակարգ իրավիճակ է Սյունիքում, տեղումների ինտենսիվության պատճառով գետերի ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, հանգեցնելով փլուզումների։ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարի պատնեշի փլուզման հետևանքով ջրի հոսանքով բերված իրերը լցվել են ավտոճանապարհին, ինչի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայության ստորաբաժանումները այս պահին համապատասխան աշխատանքներ են իրականացնում տեղում ճանապարհը մաքրելու եւ տրանսպորտային միջոցները դուրս բերելու համար։ Սյունիքի մարզպետի փոխանցմամբ պատկան մարմինները անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի եւ մարզի ողջ տարածքում իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։ Լոռու մարզում տեղումների առատության պատճառով Դեբետ գետի մակարդակը եւս բարձրացել է, հայտնել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ու նշել, որ մարզային բոլոր օղակները այս պահին արդեն անցել են շուրջօրյա արտակարգ ռեժիմի։ Քաղաքացիների կոչ են անում դիստանցիա հեռավորություն պահպանել առափի հատվածներից, այն քաղաքացիները, ովքեր անաստանգողներ այգիներ ունեն առափի հատվածներում, այսօր եւ առաջիկա 2 օրերին խնդրում եմ դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Վերջին անգամ 2024 թվականի մայիսի վերջին էր Դեպետը վարարել, դառնալով Տավուշի ու Լոռու մարզերում աղետալի ջրեղեղի պատճառ։ Այն խլել էր 4 մարդու կյանք, փլուզել կամուրջներ, վնասել միջպետական ճանապարհն ու երկաթգիծը։ Հեռախոսով խոսել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, ըստ մեր ԱԳՆ-ի հաղորդագրության Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային եւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, գոհունակություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում դրական զարգացումների համար։ Իրանում պատերազմի սկսվելուց հետո սա երկրորդ հեռախոսազրույցն է Միրզոյանի ու Բայրամովի միջև, առաջինը տեղի էր ունեցել մարտի 5-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլին։ Փաշինյանը ավելի քան 9 րոպե ուսումնասիրել է ընտրաթերթիկը, նշել իրեն հավատարիմ ՔՊԱ-կան 30 անդամներին ու հեռացել։ Վարչապետը հրաժարվել է մամուլի ասուլիս տալ, փոխարենը առաջարկելով առանց տեսախցիկների ու ձայնագրիչների շփվել լրագրողների հետ։ Վրաստանից Հայաստան եկող գազային խողովակաշարի գրեթե 6 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի, այս մասին հայտնել է Սպուտնիկ Գրուզիան։ Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր եւ կմիանա հայկական կողմում նոր կառուցված հատվածին։ Փոփոխման պատճառը 1990-ականներին ականապատված տարածքն է, որը չի համապատասխանում անվտանգության նվազագույն չափանիշներին։ Սա նշանակում է, որ տեղափոխվում է ոչ թե ամբողջական գազատարը, այլ միայն խնդրահարույց հատվածը։ Դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության համապատասխան վարչություն։ Վրաստանից եկող գազատարը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Իրական առաջնորդը նա է, ով երկիր եկամուտ բերող ծրագրեր է ներկայացնում, այլ ոչ թե օրական 3 միլիոն դոլարի նոր պարտք կուտակում։ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում իրենց համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի առաջնորդած կուսակցության ներկայացուցիչները Սիսիանում եւ Գորիսում էին, տեղի բնակիչների ներկայացնելու Հայաստանի ապագա վարչապետի զարգացման տեսլականն ու ուժեղ խաղաղության բանաձևը։ Գորիսում կայացած հանդիպման ժամանակ բնակիչների հետ քննարկվել է երկրի առջև ծառացած անվտանգային ճգնաժամը։ Կարապետյանը զուգահեռներ է անցկացրել ներկայիս թույլ խաղաղության եւ իրենց առաջարկած հայեցակարգի միջև, նշելով, որ միայն տնտեսապես հզոր ու սեփական շահերը պաշտպանող պետությունը կարող է հավասարը հավասարի պես խոսել հարևանների հետ։ Ըստ նրա, այսօրվա իշխանությունը որդեգրել է գլուխ կախելու քաղաքականություն, որը հանգեցնում է կորուստների։ Թույլ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդի ազգի ներկայացուցիչների առաջ։ Երբ որ մենք դուռը բացում ենք իրենց Հայաստան գալու առաջ։ Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան։ Որտեղ բոլոր պահանջներ, այլ պահանջ չկա, որ ունենա ինքը։ Ինչ ուզել է, ստացել է, հիմա վերջի մի հատ նոր պահանջ է մտածել, որ այստեղ պետք է գան իր այն մարդիկ, ովքեր Գորիսում երբեք չեն ապրել։ Ու գան սերմ դնեն Հայաստանում։ Դա թույլ խաղաղությունն է։ Աշխատանքային հաջորդ կանգառը Սիսիանն էր։ Այստեղ Նարեկ Կարապետյանը բնակիչների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչու է Սամվել Կարապետյանը որոշել ստանձնել երկրի կառավարման պատասխանատվությունը եւ ինչպես է պատկերացնում տնտեսական վերելքն ու մարզերի համաչափ զարգացումը։ Այլընտրանք ունենալով ուղղակի հանգիստ կյանք ապրելու Սամվել Կարապետյանը որոշել է
չանի, հանգիստ կյանք չապրի, մտնի սրա տակ ու փորձի փոխել։ Ու փոխելու է։ Ով այդ փորձը ունի, որ Հայաստանը կհանի աղքատությունից։ Որևէ մեկը չկա, որ տնտեսական անցյալ ունենա, այնպես որ տասնյակ հազարավոր մարդկանց հետ աշխատած լինի, իմանա ոնց է այդ աղքատությունը վերջը հաղթարվում։ Չի կարելի Սփյուռքին սենց հերվասնել չի կարելի, մեր ռեսուրսն է, մեր ներդրումային պոտենցիալն է, միջազգային ներդրողներին։ Հայաստանը հարուստ է լինելու, տարածաշրջանի ամենահարուստ երկրներից է լինելու։ Ես վստահ եմ, մենք վստահ ենք։ Այս ազգը իր սփյուռքով, իր աշխատասիրությամբ ու լավ կառավարումով ամենահարուստն է լինելու։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ բացված գործով նախաքննությունն ավարտել է քննչական կոմիտեն, իրավապահ հայտնել է, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։ Սամվել Կարապետյանը անազատության մեջ է 9 ամսից ավելի, սկսած հունիսի 18-ից մինչև դեկտեմբերի վերջ բանտային կալանքում էր, այժմ տնային կալանքում է։ Ազգային բարերարին ձերբակալել էին, ապա կալանավորել Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավը չողջունելու եւ մեր ձևով հարցին լուծում տալու պատրաստակամության համար։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Way too many Americans who are being defrauded by ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը պատրաստվում է ստանձնել իր կարիերայի ամենակարևոր առաքելությունը, ղեկավարելով Իրանի դեմ պատերազմն ավարտելու ուղղությամբ Վաշինգտոնի գործողությունները։ Ըստ Axios-ի Vance-ն արդեն ակտիվ շփումների մեջ է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Պարսից ծոցի դաշնակիցների հետ, անուղղակի կապ է հաստատել իրանական կողմի հետ։ Ամերիկյան եւ իսրայելական աղբյուրները նշել են, որ Վենսը բավականին կասկածամիտ է եղել Իսրայելի ներկայացրած վարդագույն կանխատեսումների նկատմամբ։ Նեթանյահուի հետ ունեցած դժվարին հեռախոսազրույցի ընթացքում փոխնախագահը շեշտել է, որ Իսրայելի վարչապետի սպասումները, թե Իրանում հեշտությամբ ռեժիմի փոփոխություն տեղի կունենա ժողովրդական ապստամբության միջոցով չափազանց լավատեսական էին եւ չէին համապատասխանում իրականությանը։ Չնայած արկա լարվածությանը Սպիտակ տանը կարծում են, որ Վենսն ավելի ընդունելի զրուցակից է իրանցիների համար, քան նախկին բանակցողները, որոնք ձախողել էին։ Եթե բանակցությունները կայանան, Վենսի զրուցակիցը կարող է լինել Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բահեր Ղալիբաֆը։ Վաշինգտոնը չի բացառում նաև ռազմական լուրսրացման տարբերակը, եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն։ Իրանի դեմ հարվածները կուժեղացվեն եւ կընդլայնվեն, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Ըստ նախարարի, չնայած Բենյամին Նեթանյահուի եւ իր նախազգուշացումներին դադարեցնել հարձակումները խաղաղ բնակչության վրա, իրանական կողմը շարունակում է հրթիռակոծությունները։ Այդ պատճառով Իսրայելի պաշտպանության բանակի թիրախում կհայտնվեն նոր օբյեկտներ, որոնք օգնում են Իրանին զենք արտադրել եւ տեղակայել։ Իրանական Ղոմ քաղաքի իրավապահ մարմինների փոխանցմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 15-ի։ Իրանական բանակի անօդաչու թռչող սարքերը Թել Ավիվում գտնվող ռազմաբազաները եւ տրանսպորտային կենտրոններն են թիրախավորել։ Քուվեյթի նավահանգիստներից մեկում հրթիռային անօդաչուների հարձակումից հետո հզոր հրդեհ է բռնկվել։ Լիբանանի Խիամ քաղաքում իսրայելական զինուժն ամրապնդել է իր դիրքերը։ Այնտեղից պարբերաբար լսվում են կրակոցների ձայներ։ Ի պատասխան Հեզբոլլահը հայտարարել է, որ իր մարտիկները հարձակվել են իսրայելական ուժերի վրա քաղաքի ներսում եւ հարակից տարածքներում։ Ոչնչացվել է իսրայելական Մերկավա տանկը։ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն բումերանգի նման հարվածելու է հենց հարձակվողներին, նախազգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։ Նա նշել է, որ Պարսից ծոցի աշխարհագրական դիրքը թույլ չի տա ագրեսորներին խուսափել հետևանքներից, եւ Իրանի անվտանգությանը սպառնացողները մեծ վնասներ կկրեն։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի իր գործընկեր Հական Ֆիդանի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային սուր լարվածությունը եւ ԱՄՆ-իսրայելական ագրեսիվ գործողությունները։ Արաղչին շեշտել է, որ Վաշինգտոնի վարքագիծը հակասական է։ Նրանք եւ բանակցություններ են առաջարկում եւ լրացուցիչ զորք ու տեխնիկա են բերում տարածաշրջան Իրանի դեմ նոր հարձակումների համար։ Նախարարը հստակեցրել է, Թեհրանը չի սկսել այս հակամարտությունը եւ միայն պաշտպանում է իր ինքնիշխանությունը, ակնկալելով, որ միջազգային հանրությունը կդատապարտի հանցագործությունները։ Հրապարակվել են կադրեր, թե ինչպես է կործանվում Հորմուզի նեղուցով առանց թույլտվության անցնել փորձող նավթատարը։ Քուվեյթի օդակայանում խոշոր հրդեհ է բռնկվել, երբ անօդաչու սարքերը հարվածել են նավթատար տանկերներին։